Սա աղնդիր տեղադրված է, ցուցանակները, լուսային հատուկ այդ փարոսիկները, որ մթին մուտնի միանա վարորդները նկատեն, քանի օր առաջ չկար, մինչև տկայի նախարարը Խուդացյանը դոզա չտվեց, չտեղադրեցին։ Ինչ մնաց, 15 օրից ասма կբացվի։ Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի այն տարածքում ենք, որտեղ արդեն ժողովուրդը անուն է կնքել Կայծակի հարվածից պայթած կամրջի վայրում ենք, որտեղ արդեն ըստ ճանապարհաշինարարների AIP, այդպես ասեցին, AIP ընկերության 15-20 օր հետո ճանապարհը կհանձնվի շահագործման։ Հիմա ինչ եմ սա նկարում այս ցուցանակներն ու լուսային հատուկ փարոսիկները, որովհետև օրեր առաջ այս ամենը չկար, չեն կահավորել, ինչը վտանգ էր իրենից ներկայացնում, մանավանդ գիշերային ժամերին ավտոմեքենաները գալիս էին եւ չէին նկատում, որ այստեղ աշխատանքներ է իրականացվում։ Եվ հրապարակումից ժամեր անց տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հանձնարարականով ու իմ տեղեկություններով բավականին խիստ է խոսել ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուների հետ, ժամերի ընթացքում բերեցին եւ տեղադրեցին ամբողջ տարածքը, կահավորեցին անհրաժեշտ երթևեկությունը կարգավորող ժամանակավոր նշաններով, այդ թվում ամենակարևորը տեսնում եք, հեսա հատուկ լուսային այս հարմարանքն է, որ գիշերային ժամերին մոտավորապես 5-600 մետրից արդեն վարորդը նկատում է, որ այստեղ պետք է շրջանցում կատարի։ Ուղղակի զարմանում եմ, եթե այդ ամենը պիտի արվեր, ինչ եք թողնում, որպեսի գործը հասնի, որ ասում դիվան բաշուն, տարածքային կառավարման նախարարին, որ նոր բերեք անհրաժեշտ պարագաներով կահավորեք ճանապարհը, միշտ հիշեք, որ ձեր արած լավ գործը մինչև վերջ ավարտին հասցրեք եւ որ ամենակարևորն է հիշեք, նման պայմաններում չի բացառում ձեր բարեկամը մեքենայով անցնելուց չնկատեր, այս նշանները չլիներ եւ փորձանքի ենթարկվեր։ Հիմա շնորհակալություն, հատուկ շնորհակալություն, որ տեղադրեցիք այս ամենը ու հիմա էլ մեծ թափով աշխատանքները իրականացվում են։ Հատուկ ցուցանակները տեղադրված, տեսեք, այս ամենը պիտի դրվի միջև այն ժամանակ, սա չպիտի հասներ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդացյանին, որ նոր շրջանցում են, արդեն տրած է, մարդիկ տենում են։ Երբեք պարեկները մեռան ստե լուսացնելով 24 ժամ ռեժիմով։ Ողջույն, ողջույն։
Հա։ Տեսեք, են կողմում էլ էլի անհրաժեշտ պարագաներով կահավորված է։